Այսպես Սիրելի ստայտողներ, այսօր Ռուբեն Հաղվարդյանի 60-ամյակն է եւ մենք որոշել ենք այսօր օգտագործել եւ եթերից ազգովին ցավակցենք Ռուբեն Հաղվարդյանին, բարեկո Ռուբեն, շնորհավոր քո ծննդյան օրը։ Ավելի շատ ցավակցական տրամադրությունը թե տոնական։ Դու այնքան ճշգրիտ ասացիր, որ պետք չի դադարել։ Պետքա ցավակցել։ Այո։ Ինչպես ես դու նշում քո ծննդյան տոնը, ինչ ես սիրում։ Ես նախ պատրաստում եմ համերգ տալ ամսի 5-ին, որը ինձ համար շատ կարևոր համերգ է, որովհետև ավելի շատ իմ ընկերներն են երգելու իմ երգերը եւ իհարկե մեր խումբն է երգելու։ Խմբից երկու հոգին, մեկը գնաց Եգիպտոս համերգներ տալու, բասիստը գնաց Ամերիկա, թյուրիմացաբարևի հիմարաբար ամուսնանալով։ Ստիպված մեզ նվագարկում են մարդիկ, որոնց հետ մենք չենք եւ այս քանի օրը մենք շատ խիստ զբաղված ենք, որ հանկարծ որևէ սխալ նվագելու կամ երգելու ժամանակ թույլ չտանք մեզ, որովհետեւ ի վերջո սա ոնց է այդ բառը կոչվում մի համերգ կա, որը հանգրվանային է։ Ջրբաժան է այս համերգը։ Շնորհակալություն Պետրոս, դուք շատ նրբանկատ եք։ Այսինքն քո ծննդյալը դու պատրաստ ես սովորական, զբաղվում ես սովորական առօրյական համերգի պատրաստվածությամբ, տենց էստեղ այնտեղ։ Ցավոք սրտի ես շատ կուզենայի որ տանը ես լինեի, մի քանի իմ ընկերներ լինեին։ Չլիներ կինս տանը եւ մնացած իմ իգական սերների երեխաները, որպեսզի խոսեինք մեր սովորական շուկայական ժարգոնով, ասեինք բաներ, որ իգական սերերի մոտ չեն խոսում, ջղայնանայինք, խմեինք, ցավակցեինք իրար, բայց ես սովորական մեկն եմ, իմ կինը տանն է, ես պատրաստում եմ համերգի եւ սա ինձ համար սովորական աշխատանքային օր է։ Բայց մի տեսակ 60 տարեկան, կներես որ անցած շեշտում եմ, 60 տարեկան, չէ՞ դա ինչ-որ մի հատ ֆանտազիայի պես մի բան է, էլի հասկանում ես, ասենք ես որ 20-22 տարեկան եմ, մտածում եի 36 տարեկան, այդ ինչ բիձա, հիմա 36 տարեկան եմ, մտածում եմ 60 տարեկան, ես թվում է չեմ հասնի 60 տարեկանի կյանքում։ Ինչ է փոխում 60 տարեկանը մարդու կյանքում։ Պարտավորությունները շատանում են, որովհետև երեխաները շատացել են, թորները իմ մոտ երեխաները շատ բեղմնավոր արտադրություն են տալիս։ Այսինքն մենակ հոգս ավելացնում։ Հոգս ու պատասխանատվություն։ Ես միշտ պատասխանատվություն փախչող մարդ եմ եղել, բայց հոգս ավելացնում է իրապես, որովհետև քեզ մի քիչ ավելի բան տիպ այս, որպես լուրջ, բայց ես ինքս անլուրջ մարդ եմ։ Եթե ուզում ես մի տարօրինակ բան կարող եմ պատմել, որ ասենք կարող է նաև հետաքրքրին ունկնդրին մեր հանդիսատեսին։ Ես մի օր պառկած էի, շատ գլուխս ցավում էր, հասկանալի պատճառներով, թռչոցը դրած գլխիս պառկած եմ, եւ թորնիկը մոտեցավ, 7 տարեկան էր, առաջի թոռս։ Տեսնում որ երեխան ինչ-որ բան է ուզում ինձ ասի։ Ես այդ տնք, ախ, օխ, վիզս, գլուխս եւ այլն դրա առաջ մի փոքր շատ է օգտագործել։ Սուրճ ես խմել։ Սուրճ։ Եթե կարելի է խմել արտահայտվել։ Եվ ասեց պապիկ, ասի այո, այս ես քո մայրիկը։ Բարի բուն իմաստով ասեց։ Դե հիմա 7 տարեկան երեխային ավտակես են չի, հասկացնես են չի։ Ես իրան ասի հետ կանգնի, թորնիկս, ես տեսնում ես քո տատիկը անում այդ բանը, երեխաներս անում են, հոգս, իհարկե հոգս։ Այդ դեպքում դու խոսացել եք կինը, բան ինչ է ամուսնությունը եւ ինչ է ընտանիքը։ Մեր հասարակության մեջ ընդունված է այդ մասին ասել վերամբարձ, բան խոսքեր, որ ընտանիքը մեր հիմնությունն է, մեր դարերով եկած երջանկությունն է, ընտանիքը մարդուն դարձնում է երջանիկ, թե ոչ։ Պետրոս, մի ծիծաղելի բան ասեմ, էլի, եթե կարելի է հումորը օգտագործել, որ ասում են վերադառնանք մեր արմատներին, ես գիտեմ, որ իմ ասենք հայրը եւ առասարակ մեր գյուղում, որտեղից իմ նախնիներն են,
Մարդը երբ որ տրեխով աման եկել, գնացել է հյուր ինչ-որ միտեղ, որ այդ գիշերը անցկացնի, շարունակի իր ճանապարհը էլի, ոտքերը հանել է տան հարսը, լվացել է, տրորել է, եւ դա մասաժի իմաստը կրե, ոչ թե ուրիշ բանի, որովհետեւ մարդը հոգնած ճանապարհը կտրի եւ հիմա եթե այն ժամանակների օրենքը բերենք ու տեղադրենք մեր ժամանակների օրենքի հետ, պատկերացրու ինչ ծիծաղելի բան կստացվի։ Նենց որ ես բոլորին այն կարծիքի չեմ, որ մենք պետք է վերադառնանք մեր արմատներին։ Ասեմ նաև ինչի։ Երբ որ ասենք զուռնայով բան են նվագել այս գյուղում, դա արել են այն իմաստով, որ կողքի գեղն է իմանա, որ ստեղ հարսանիք կա գնում, կարող են կանացնել։ Բայց երբ որ դա փակ տարածության մեջ է ու գլուխը սկսում է ցավել դրանից եւ առհասարակ բարձր երաժշտությունից։ Երբ որ հարսանիքը մի տեղ որ պետք է հանգստանալ, զրուցել իրար հետ եւ այլն, ոչ մարդիկ կարողանում են զրուցել, ոչ կարողանում են իրար հետ խոսք փոխանակել, մինչդեռ քեֆի սեղանը նախ զրույցի իմաստա կրում, հետո ներողություն լափելու։ Մոտ հակառակն է, ուտում են այնքան, հետո նոր եւել չեն կարող ուտել, սկսում են խոսել։ Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը ունենա որոշակի էտիկետ խոսելու, պահելու, առհասարակ պահվածքի մեջ։ Մենք նույնիսկ դիմելու ձևեր չունենք մինչև հիմա։ Կամ հոփա են ասում, կամ ձյաձ ջան, կամ ես մեկին ասում տիկին ջան, եւ ես կարծում եմ ճիշտ եմ ասում։ Մեզ մոտ նաև մի սխալ բան ավելացավ, փոխանակ ասես տիկին Ռոզա ասում են, Ռոզա Ամազասպովնա, դա է ռուսական դարձված կա, որ կարաս ասես տիկին կամ օրիորդ եւ այլն, դա նորմալ էտիկետ է, որ պետք է պահպանել, բայց երբ որ ասում են Ամազասպովնա, գոնե Համազասպովնա ասեն, որտեղ մենք հտառը ունենք, ասի մենք այնքան բաներ ենք կորցրել, նաև այս 70, ինչքան եւ գտել ենք, մենք Արամ Խաչատրյան ենք գտել, մենք պետք է օբյեկտիվ լինել, բայց շատ բաներ էլ կորցրել ենք, մանավանդ վերջին 20 տարում։ Հիմա լավ, իմ հարցին էլի 60-ի բարձունքից որ նայում ես, այսօր իմ հարցերը բոլորը տենց են լինելու։ Իմ կարծիքով 60-ը ցածրոնք է։ Ընտանիքը ինչ բան է ընտանիքը, որի համար բոլորը ասես գժվում են, խոսում են, կազմում են, ով որ չի անում, սաղ ընկնում են հետևից ասում են այդ տղա կամ աղջիկ ամուսնացի, դա մարդու երջանկության կարծիքը։ Գիտեք ինչ, դա սկսում է, եթե ես բնական, ասենք ինձնով դատեմ, սկսում է առաջի ամփոյից, սիրո խոստավորությունից, աղջկան խոսցնելուց, վերջապես դու կարող ես նրան տիրանալ, թե չէ, նրա սիրտը վերցնել, կողանալ։ Հետո առաջ էին գալիս բարդություններ մեր ժամանակ։ Դե այնտեղ ինչքան կարաս պտտվես, բամբասանքները շատ էին քաղաքում եւ այլն։ Հիմա շունը տիրոջ չի ճանաչում։ Եվ արդեն մեզ մոտ, որպեսզի աղջիկը դրան կույս պտիլներ, ես կարող խախտում ինչ որ նորմեր, բայց մեզ մոտ ամոթ էր, որ ասենք հարցը կույս չլինի, ես հասկանում եմ այն ժամանակների համար։ Ես հասկանում եմ այն ժամանակների նաև այն իմաստով, որ այն ժամանակ 15, 16, 17, 18 տարեկանում էին ամուսնանում եւ արփունքի ժամանակ, որ աղջիկը ամուսնանում է, բնականաբար կույս էր։ Բայց եթե աղջիկը դառել է 30 տարեկան, 35 տարեկան, վերջերս իմ ընկեր ամուսնացավ 40 տարեկան աղջիկա հետ։ Դու պատկերացնում ես, եթե 40 տարի այդ աղջիկը յուրկուսություն, մայրապետ է այդ աղջիկը ինչ է։ Всё зло мира, դա ասում էր մտածող Լիխտենբերգը, 18-րդ դարի գերմանացի մտածող, идет от старых законов, старых обычаев, старой морали։ Այսինքն հին օրենքներ, բոլոր չարիքները գալիս են հին օրենքներից, հին կանոնակարգից եւ հին բարոյականության ձևից։ Հիմա գանք ընտանիքին։ Ընտանիքը այնա, որ օրինակ Եվրոպայում ես։ Դա բանտ է, թե դա երջանկության, ցնցած այնտեղն է։ Եթե անկեղծ ենք, Պետրոս, որևէ զույգ, որ ամուսնանում է, բավականին երկար ժամանակ հետո ձանձրանում է բնականաբար իրարից։ Մեկ-մեկ մարդիկ ուզում են առանձնանալ։ Ես ինքս շատ տես մի գերմարդ չեմ, որ ասեմ, շատ սիրում եմ կանանց, առանձնապես տես չէ։ Երբեմն փոխում են ակվարիումի ջուրը, կարծելով թե ձկնիկին են փոխել, բայց դա ընդհանրապես ջուրն են փոխել։ Մարդիկ կան, որ իրաց տանես են գինուն, մարդիկ կան, որ ուրիշ ձևով են ապրում, հիմա
չեմ կարող բոլորի տեղը պատասխան տալ։ Քո կարծիքով։ Իմ կարծիքով այն ինչ որ կատարվում է Եվրոպայում, իսկ մենք այսպես թե այնպես այդ օրենքներին ենթարկվող ժողովուրդներից մեկն ենք, բայց ընդեղ էլ բարոյականությունը պահպանվել, թե ասում են մենք քաղաքացիական ամուսնության մեջ են, որևէ մեկը մեկին չի դավաճանում, որովհետև իրանք իրար սիրում են ու ապրում են առանց այդ կնիքի։ Եվ կարծում եմ, որ դա ավելի բարոյական է, քան շատ մարդիկ, որոնք խոսում են քո ասած հին ադատից բանից, բայց մեկ է տենում ես, որ գնում են այս գարշելի բաղանիցները և զակազ են տալի կնանիք։ Հասկանալի է։ Ամենալավ նվերը, որ դու ստացել ես քո ծնունդին, ո՞րն է եղել։ Ամենալավ նվերը, որ ստացել եմ իմ ծնունդին, դա վերաբերմունքն էր մարդկանց, որոնց ես հարգում եմ և սիրում։ Դրանցից մեկը վարչապետն էր, որը կառավարական որոշում ընդունեց, որ վերջապես այս երևույթ ասեմ, թե կենդանի ասեմ, ինչ-որ մի բան արել է, խոսքը իմ մասին է, ինչ-որ մի բան արել է և պետք է նշել այդ բանը։ Եվ ես իմ շնորհակալությունն եմ հայտնում պարոն վարչապետին, որի միջոցով է մշակույթի նախարարությունը օգնեց մարզահամերգային համարում։ Երեք ընկերներից շնորհակալ եմ Մայրապետյան Սամվելից, որը օգնեց ինձ նկարահանումների հարցով, ֆինանսապես իհարկե։ Եվ երկու բանկերից, մեկը դա Յունիբանկն է, Վարդան Աթարյանի, որը տնօրենն է այնտեղ, որը շատ սիրում է իր իմ երկերը, և Սամվել Ճզմաչյանը անելիքի։ Բայց ես բոլորովին չէի սպասում, որ երեկամներից հարված կստանամ բոլորովին ուրիշ կողմից։ Դա նվերն էր Գագիկ Ծառուկյանի, որ ինձ համար շատ տարօրինակ էր, բայց